Անցյալ անգամ զուտ բազմությունների հզորություն քննարկեցինք, էլեմենտների քանակ, հիմա տեսնենք, ասենք, մետրիկական տարածություններում ինչ հզորություններ կարանք ստանանք ու ինչ սիտուացիաներում ինչ կարանք ասենք, որ ինչ հզորությամբ պետք է լինի մետրիկական տարածությունը։ Բան սահմանեմ, հատկություն սահմանեմ, որ կանտորի միտքը էներ, որ այդ հատկությամբ ցույց տա, որ կոնտինյուում հիպոթեզը տեղի ունի։ Գրեմ property-ն հետո կսահմանեմ perfect set-ը, okay? Թե ինչ բան է perfect set. Perfect set property. Metric space or a subset in a metric space. So a metric space X has the perfect set property. Կարճ գրում եմ PSP, որ open մեկ չգրեմ էսի, PSP. If it's either countable or embeds the Cantor space. So homeomorphic embedding, continuous embedding. Embed, այսինքն 2n x-ի մեջ մտնում։ Գրել եմ 2n-ը, հա, 2n-ը x-ի մեջ մտնում է։ Ոչ թե որ ասում ես ինչ որ մի բանը embeds something, այդ նշանակում է պարունակում է այդի, այսինքն այդ x-ը պարունակում է այդ, ասենք, կանտորի բազմությունը, իսկ եթե ուզում ես ասես կանտորի բազմությունն է պարունակվում x-ի մեջ, ասում ես embeds into։ Այդ into-ն է որոշում, որյան է գնում հարաբերությունը, էլի։ Հասկացա։ Հիմա բանը, այս կանտորն ուզում էր ցույց տալ, որ իրական թվերի ցանկացած ենթաբազմություն, դիտարկելով որպես մետրիկական տարածություն, այսինքն իրական թվերի ցանկացած ենթաբազմություն այս perfect set property-ն ունի։ Այսինքն ինքը կամ հաշվելի է, դե կամ էլ կոնտինյուում է, որովհետև պարունակում է իր մեջ կանտորի բազմություն։ Okay, կանտորի տարածություն։ Այս կանտորի թեման էր։ Հետո ես երևի տնային տամ կառուցել հենց ցեկուզ իրական թվերի ենթաբազմություն, որ այս property-ն չունի, օգտագործելով axiom of choice. Okay, so at the beginning, so Cantor defines this and successfully showed that all closed subsets of R have this property as P. He wanted to prove this for all subsets of R, thus proving the continuum hypothesis. However, one can prove the existence, one can build using axiom of choice, a subset of R that doesn't satisfy ESP, but Cantor didn't know this. So this
method of proving continuum hypothesis won't work. So this approach to proving the continuum hypothesis will not work. As build using AC, so such subsets are called Bernstein sets. Such bad subsets. So subsets without PSP are called Bernstein sets. Oh. Sets, and we will build one in homework. Basically, Newton's image. Դուք ոնց որ axiom of choice ստիրում եք, ոնց հասկացա, այնա օգտագործեք կլինի։ Okay. Բայց ասենք պրոբլեմն է, այս չի նշանակում, որ Bernstein set-ի գոյությունը չի նշանակում, որ continuum hypothesis-ը տեղի չունի, տեղի ունի, հակառակը տեղի չունի, որովհետև սա ավելի խիստ property-ը, քան continuum-ի hypothesis-ը։ Ասենք continuum-ի hypothesis-ը կարող է տեղի ունենա, բայց այդ չնշանակի, որ դու կարաս կանտորի բազմությունը բանը continuously մեջը դնես։ Ասենք ոնց որ continuously մտցնես այդ բազմության մեջ։ Ասենք կարա լինի իրական թվերի ենթաբազմություն, որի չափը լինի continuum, ու հենց դրան տենց է կառուցելու ենք, այդ Bernstein set-ն էլ հենց կառուցելու ենք, որ continuum չափի պետք է գրեմ, subsets without PSP, but yeah, say subsets without PSP, but of cardinality continuum. But of continuum cardinality. Are called okay, so գոյություն ունեն բազմություններ, որոնք continuum չափի են, բայց perfect set property-ին չեն բավարարում։ Ու հետի դուք տանանում կսարքեք տենց բազմություն։ Ոնց որ 0-ով մինչև continuum կետեր ես ավելացնում, բայց այդ 0-ով ավելացած կետերը տենց են, որ չես կարա մեջը կանտորի բազմությունը continuously դնես։ Կանտորի տարածությունը։ Իսկ առանց axiom of choice-ի տենց բազմություններ կարանք կառուցենք։ Չէ, առանց axiom of choice-ի եթե հանես ZF-ի մոդելներ կան, որ բոլոր իրական թվերի ենթաբազմությունները բավարարում են perfect set property-ին։ Բոլոր։ Axiom of choice-ն է պետք այս թեմայի համար։ Բայց ասենց ասեմ։ Մի հատ հարց տամ էլի, որ ասում եք բոլոր բաները, այսինքն բոլոր մոդելները, այդ նշանակում է, որ եթե axiom of choice-ը անում ենք, իրական թվի մոդելները իրար իզոմորֆիկ չէ։ Չէ, բացարձակ իզոմորֆիկ չեն, բացարձակ։ Չէ, իրական թվերի սահմանումը, ասենք ինքը բանից է կախված, power set-ն է, չէ, ասենք իրական թվերը նույն բանն է, ինչ որ վերցնես բնական թվերի power set-ը, այս օպերացիան կոպիտ ասած wild օպերացիա է, ասենք ինքը ստաբիլ չի տարբեր մոդելների մեջ, նույն բանը չես ստանում ընդհանրապես։ Ոնց Այսինքն դու մի 3 հատ բազմություն ես մտածում մտքիդ մեջ, դու մտածածները հաստատ բոլոր մոդելներում կան։ Բայց պրոբլեմն է, որ ասենք նրանք, որ մենք չենք մտածում, դու շատ վերջավորած բազմություն մտածես, նույնն է ես։ Ասենք դրանք հաստատ կան մեջերը։ Կարաս հաշվելի հատ սարքես եւ այլն, բայց ասենք դրանք հա բարձ է, դրանք կոչվում են absolute, ասենք ոնց որ եթե absolute definition-ներ ունես ենթաբազմությունների, հա պրոբլեմ չկա, իրանք բոլոր մոդելների մեջ կլինեն։ Բայց
Sense բան ասեմ քեզ, բազմության տեսության հաշվելի մոդելները գոյություն են բազմության տեսության հաշվելի մոդելներ, ZFC-ի։ Դա հիմա չեմ ուզում խորանամ, որովհետև մարդիկ միանգամից լավ չեն հասկանում ինչ նշանակում գոյություն ունի բազմությունների տեսության հաշվելի մոդելներ, եթե այդ մոդելի մեջ կա անհաշվելի բազմություն, հա, այդ հետո կխորանանք, բայց ուզում եմ ասեմ բազմության տեսության հաշվելի մոդելը կարա որպես իրական թիվ կոդավորվի։ Այսինքն իրական թվերի բազմությունը իր մեջ պարունակում է բոլոր մաթեմատիկան, որ ուզում ես իմանաս, ու այն հələ որ մենք չենք մտածել։ Ինքը շատ ասենք ահավոր ջղային բազմ, այս նույն բանն է ինչ որ նկատի ունեմ R-ը ես հավասարացնում եմ n-ի power set-ին, էլի։ Այդ նույն բանն է ինչ որ n-ի power set-ը ու n-ի power set-ը, ասենք ինքը ամբողջ մաթեմատիկան իր մեջ պարունակում է, ասենց ասեմ։ Ու ասենք ինչ որ կարաս իր մասին ասես, դա նույն բանն է, որ ամբողջ մաթեմատիկայի մասին ասես։ Չէ, բայց դա ուրեմն вообще չեմ հասկանում, ասենք մինչև խոսքի կոնտինուումը լի ինչ որտեղ կարող է, բայց ոնց կարանք ասենք կոնտինուում դատողություններով ավելի մեծ բազմությունների մասին ինչ որ ինֆորմացիա ստանանք։ Կոնտինուում չէ, դու հաշվելի ամեն ինչը կոդավորվում է հաշվելի բազմության մեջ, քո սաղ ինֆորմացիան ամբողջ մաթեմատիկան հաշվելի բազմության մեջ է կոդավորվում։ Սենց ասեմ, բոլոր մաթեմատիկական paper-ները հաշվելի նույնիսկ վերջավոր սիմվոլներ են, չէ՞, սիմվոլների հաջորդականություններ են։ Ասենք, այդ է իմաստ, ուզում եմ ասեմ, այդ սաղ կոդինգ է։ Հա, լավ էլ դատում ենք անհաշվելի բազմությունների վրա մի երկու կտոր թղթի մեջ։ Հասկանում ես, ասենք այդ քո գլխում է մեծ երևում, բայց ասենք թղթի վրա որ գրում ես փուճուր, այսքան բան է։ Մի խոսքով լավ եկեք այդ սաղ շատ լոջիկի մեջ խորանանք, ուզում եմ ամիք անալիզ անենք։ Anyway, ուզում եմ ասեմ, այս ինչ որ ձև էր ինքը մտածել, որ կարա կոնտինյու հիպոթեզը ապացուցի, այդ ձևը չեղավ։ Հիմա եկեք այդ ձևը մի քիչ դիտարկենք, տենանք որ բազմությունների համար կարանք ասենք, որ էսի տեղի ունի։ Okay, հիմա մի հատ սահմանում անեմ, էսի արդեն ոնց որ սահմանել եմ մի անգամ կամ մատերի վրա եմ ասել, metric space is called perfect. Perfect if it has no isolated points. Եկեք օրինակներ ասենք։ Ասեք։ R, Q-ն, կանտորի դատությունը, բերի, вообще իրականում մեծ մասը էլի ոնց է։ Հա, լիքը։ Q-ն, դա սենց ենք, R, Q-ն, R-ի դե աստիճանն էլ չէ, ասենք ավելին R-ի N-ն էլ կարամ գրեմ։ Բազմություն R-ից չի։ Ինչ? Լյուբոյ փակ բազմություն R-ից խոսք կլինի։ Չէ։ Չէ, դե փակը չէ, բայց բացը կլինի։ Non-examples։ Բացը կլինի, որտեվ բացը ինտերվալ, ճիշտ է բացը կլինի։ Բացը հենց է էլի։ Non-examples, Z 0, հա, հեսա Z-ն է կգրենք, բայց ես մի հատ այդ բանը ասեմ, 0 ու S, 0 ասելով ի նկատի ունեմ S, այս փակ բազմություն է, չէ։ Փակ, closed, non-perfect, closed, non-perfect։ Համարյա դիսկրետ է, բազմությունը, մենակ 0-ն Համարյա դիսկրետ է, որ 0-ն հանենք կլինի դիսկրետ։ Բայց դու կարաս մտածես, որ այդ նույն ձևով ես կարամ հետո էլ նենց սարքեմ, որ ես ոնց որ այս 0-ները ինչ որ միտեղ ձգտեն, ու էդի կունենա արդեն ոնց որ երկրորդ level ոչ դիսկրետություն։ Այդ որտեղ որ ձգտեն, էդ էլ վերցնեմ, հեսա էդ էլ տնային կդնեմ մի քիչ սարքեք մարկեք այս տիպի բազմություններ, բայց հա Z-ը, N-ը եւ այլն, any point 0-ն։ Հա, իդեպ, որ ասում եք ցանկացած փակ բազմություն, էս էլ է, չէ՞, փակ բազմություն։ Մի հատ կետն է փակ բազմություն է, ու ինքը հաստատ իզոլաց, մի այլ տիպի իզոլացված է։
Okay, շարունակենք ստեի օրինակները, RN-ը ինչ ասեցիք, այնտեղ հա կանտորը, չէ, կանտորն չունի իզոլացված կետեր։ Հա, չէ, R-ով հələ շարունակենք, any open set in R, so any interval, well, in R, ինչ, ասենք e.g. Այս խի սենց խծկեցինք, եկեք մի հատ ներսի ներքևը կգրեմ։ E.g. ասենք 0-ից 0 make ասենք 0 make 0 make ու մյուս 0 make մյուսն էլ ապտից հետո any open set, any non-empty open set open set-ն էլ any open set թեկուզ empty open subset of R Cantor space հետո եկեք էսի ջնջեմ հեսա ուրիշ բան կգրեմ Cantor space Perry տարածությունը R-ից հանած Q irrational թվերը Ինչ մնաց արդեն դե հա ցանկացած ամենուրեք խիտ բազմությունը մետրիկ ցանկացած մետրիկական տարածությունում չէ ոչ ցանկացած մետրիկական տարածությունում ոնց որ ես իմաստի վրա կասկածեցի ցանկացած խիտ բազմությունը ցանկացած perfect տարածությունում այդ ճիշտ է Okay եկեք էդի գրենք ասենք observations ասենք any open set subset of a perfect space is perfect to any dense subset of a perfect space is a perfect space is a perfect Պետք է գրեմ subspace որ հեսակ ասեմ խիեմ տենց գրեմ is a perfect subspace is a perfect space open subset-ը ոնց որ կամայական կոնտինուումի համար ճիշտ չի որ կամայական կոնտինուումի համար էլ any open subset չէ վեկալքո R-ը versus R-ը ու մի հատ ուրիշտեղ կետ ուրիշտեղ ասենք հա լավ պատկերացրի Okay, հեսա մի հատ warning եմ ուզում գրեմ, ես նույնիսկ այդ տերմինը չեմ էլ ուզում ձեր տամ կամ օգտագործեմ, ասենք կարմիրով մի հատ էսի գրեմ, որ ուրիշ տեղերը հանդիպեք, ուշքները չգնա, իմը գնացել է մի անգամ, ասենք մարդիկ չգիտեմ էլ ինչ են մտածել, որ տես տերմինոլոգիա են որոշել, ահա, when people say, so the term perfect set is also used. Perfect set is also used, but it means a perfect closed sense subset of a metric space. Ու ես սրանից կախվում եմ։ Ասենք perfect space-ը նշանակում է ինչ որ ասեցի, որ իզոլացված կետ չունի, բայց որ մարդիկ ասում են perfect set in a metric space, իրակի նկատի ունեն perfect closed subset։ Okay, ես չգիտեմ ով ասենց բան հնարել, ես այս տերմինը կյանքում չեմ օգտագործի, դուք եմ մոռացեք, բայց որ ուրիշ տեղերը տեսնեք, չվատանաք։ Ու էդի confusion-ի թեմա է ասենք։ Ասենք Q-ն R-ի perfect subset չի, Q-ն R-ի perfect subspace-ա, որտեղ Q-ն closed չի, ասենք կրակեք ինձ։ В общем, լավ, անցանք էսի, մոռացեք այս տերմինը, բանը, okay, օրինակներ հա մեկ է non-examples, էտի ունեի միտեղ կորցրեցի, հա, կարամ էստեղ խցկեմ, հա, կարայի, Եկեք ստեղ խցկեմ։
Այդ հարցը Okay. ամենի քանի non-example-ների վրա ենք մի Հա։ հատ թեկուզ մոտավոր ոչ separable մետրիկայի ինչ որ օրինակ կբերեք, թե Ոչ separable, օրինակ բանը, ասենք վերցրու բանը, վերցրու Discrete մետրիկան, discrete մետրիկան միշտ կա, ասենք վերցրու մի հատ անհաշվելի Դիվերկան բազմություն, discrete separable անհաշվելի բազմություն, վերցրու անհաշվելի բազմություն ու discrete մետրիկան։ Ու իտոգում source-ը է տալնելու, ասենք ցանկացած տեղ, որ ես կառուցեմ, ես ուղղակի ցույց եմ տալու, որ ինքը ունի անհաշվելի discrete ենթաբազմություն։ Օրինակի համար, վերցրու փոքր L2-ը Hilbertian տարածություն։ Այսինքն ոնց որ RD-ի փոխարեն վերցրու L2n-ը։ Այդ ինչն է, որն է, ասենք բոլոր բաները, բոլոր քառակուսորեն summable վեկտորները իրական բաները, ասա հաջորդականությունները, բոլոր հաջորդականությունները կամ ասենք չէ, կներես, էսի separable է, ուզում եի մեծը վերցնեի, ասենք մեծ, ասենք ուրիշ բազմություն գրի, որ անհաշվելի է, ասենք թե, չգիտեմ, իրական։ Այսինքն ուզում եմ ասեմ, վերցնում ես ավելի բարդ օրինակ էր, քան ես ուզում էի որ լիներ։ Վերցրու, ասենք ցանկացած ստե ուրիշ բան գրի, այստե ուրիշ բան գրի։ Լավ, այդ է մտածում արդեն լավ, Բայց ասենք Հայկը ճիշտ է ասում, ուղղակի վերցրու մի հատ անհաշվելի discrete բազմություն, կողքը, ասենք ամեն մեկի կողքը մի հատ, չգիտեմ, իրական ինտերվալ դիր, որ քեզ լավ զգաս, որ discrete չի լրիվ, ասենք, բայց իրանք discrete են, էլի հեռու են իրարից սաղ։ Ասենք էդի կլինի ոչ separable։ Okay, alright, հիմա ուզում եմ ապացուցեմ մի բան, որ բանը, ասենք մի բան ապարզ, որ նենց չի, որ perfect տարածության համար պետքա լինես անհաշվելի։ Օրինակի համար Q-ն perfect է ու լավ շատ հավես հաշվելի է։ So perfect-ը չի ստիպում, որ դու լինես անհաշվելի, բայց եթե պահանջես perfect ու լրիվ, այդ ժամանակ կլինես անհաշվելի։ Ու եկեք հիմա այդ ապացուցենք, այդ կանտորի թեորեմն է։ So perfect set theorem. Այսի անունն է տենց էլի մի խորացեք։ Ինչի է տենց գրած, որովհետև կանտորեսի մենակ իրական թվերի փակ բազմությունների perfect փակ բազմությունների համար է ապացուցել any non-empty perfect complete metric space contains embeds Cantor space, embeds to the n. In particular is uncountable. In particular has continuum cardinality. At least has bigger than or equal to continuum. I think is bigger than or equal to continuum. Okay. Որ գրում եմ embeds, կանամ գրեմ, ասենք, եկեք embeds-ի փոխարեն որոշենք, որ այդ տերմինի այդքան հաճելի չի, սրա փոխարեն գրենք բան, սահմանում եմ, contains a copy. Homeomorphic. Մեկ էլ continuous embedding ասելով հասկանում ենք երկկողմանի continuous իր image-ը։ Հա, բայց սա մի քիչ տոպոլոգիա որ անցնենք, կտեսնենք, որ եթե compact separable, compact տարածություն ես զուտ continuously inject անում, այդ ավտոմատ լինում է embedding։ Ասենք ավտոմատ, ասենք այս մյուս կողմը կարաս չմտածես ավտոմատ է միշտ էլի։
Okay. All right, եկեք ապացուցենք այս թեորեման։ Հիմա ասենք x-ը նկարենք, մի հատ նկարով ապացուցենք, էլի։ Ասի x-ն է։ X-ի մեջ ուզում ենք կանտորի բազմություն գտնենք, կոպիտ ասած։ Ասենք, կանտորի տարածությունը ինչ է, ասենք ծառի նման, բան է, ծառի, ասենք անվերջ ճյուղերն են, չէ՞, կանտորի տարածությունը։ Ասենք, այդ ոնց որ նույնն է, որ ծառը վերևից նայես, կամ ներքևից վերև նայես, ինչ ես տեսնելու, սկզբից երկու երկար ենթածառ ես տենալու, ոնց որ երկու բազմություն ես տենալու, այդ երկու բազմության մեջ, ամեն մեկի մեջ, էլի երկու հատ ես տեսնելու, այդ դրանց մեջ էլի երկու հատ ես տեսնելու, եւ այլն, ասենք ոնց որ կանտորի բազմությունն է սահմանվում։ Հիմա մենք պետք է փորձենք այդ պատկերը վերարտադրենք այս ցանկացած perfect complete metric space-ի մեջ, x-ի մեջ։ So ասենք գրեմ let xt be perfect non-empty perfect complete non-empty perfect complete metric space. Okay. Բանը, հիմա ասենք միտքը որն է, որ ասենք ստեղ կարանք վերցնենք երկու հատ բաց բազմություն սկզբում։ Ասենք s-ի համարենք x-ը համարենք հենց առաջինը, հետո մեջը վերցնենք երկու հատ անջատ բաց բազմություններ, այսպես։ Հետո ու իրանք լինեն ոչ դատարկ, կամ ասենք մի հատ էլեմենտ չպարունակեն, որովհետև x-ը perfect է ու բաց բազմությունը չի կարա մի էլեմենտանոց լինի, որտեղ այդ վաղտ այդ էլեմենտը կլինի իզոլացված կետ։ Այսինքն ցանկացած բաց բազմություն իր մեջ գոնե երկու էլեմենտ պարունակում է։ Այդ դրա պատճառով, եթե ինքը երկու էլեմենտ պարունակում է, կարանք էլի երկու իրարից անջատ, ասենք բաց բազմություն վերցնենք։ Նկատի ունեմ օրինակ բան, գունդ, բաց գունդ վերցնենք հենց այդ կետերի շուրջ։ Ու այդ նույն բանը կարանք սրա մեջ անենք։ Հետո ամեն մեկի մեջ էլ նույն պրինցիպով, էլի բաց բազմություն է, էլի ոչ դատարկ է, այդ նշանակում է իր մեջ կա առնվազն երկու էլեմենտ։ Հիմա ասենք դրանց մեջ ենք այս երկու անջատ բաց բազմություն վերցնում ու հետո նույն բաց ու ոչ դատարկ։ Ու այդ նույն լոգիկայով շարունակում ես։ Ու հենա ասենք կամած սկսում ենք կանտորի տարածությունը տեսնենք x-ի մեջ։ Ոնց որ միտքը է դա։ Մի հատ հարց տամ էլի, որ բաց ենք վերցնում, դա ոչ մի տեղ է գնում, մենք կանտոր տարածությունը բացերի մեջ ենք ման գալիս, չէ՞։ Հա, դա կլինի այդ բացերի intersection-ը կլինի, ասենք ամեն մի ճյուղը, երկար ճյուղը կանտորի տարածության մեջ լինելու է գնալու է այդ բացերի intersection-ի։ Ու նենց կանենք, որը կարա դատարկ կլինի։ Որը կարա դատարկ կլինի, եթե մենք careful չվերցնենք, բայց եթե այդ բացերը վերցնենք դիամետրը, եթե նենց անենք ամեն բացի մեջ փակ կլինի։ Այ ապրեք, որ նենց անենք, որ հաջորդ layer-ի փակումը նախորդի մեջ մտնի, այդ վաղ կարանք բացերը upgrade լինենք փակերի ու intersection-ը դատարկ չի լինի։ Ու դե պարզա նենց կանենք, որ radius-ը ձգտի 0-ի։ Բանը տրամագիտը 0-ի ձգտի ու տենց ենք completeness-ը օգտագործելու միշտ։ Okay, այսինքն միտքը էսա իդեան, եկեք հիմա implement անենք։ Okay, so we will build a Cantor scheme. Այս եկեք ես որպես սահմանում եմ տալիս Cantor scheme. Կանտորի սխեմա ենք սարքելու, այսպես ասած, հիմա սահմանում եմ ինչ եմ ասում, i.e. A sequence of sets, sequence US, sequence ասելով ես նկատի չունեմ ստեղ, որ բնական թվերով է ինդեքսավորված, այլ ինդեքսավորված է էլի հաշվելի բազմությամբ, բայց ես ուզում եմ 0-1-երի վերջավոր բառերով է ինդեքսավորված, ոնց որ օրինակ կանտորի բազմությունն էինք սարքում բան։ Այսինքն այս US-երը ինդեքսավորված են 0-1-երով, 0-1-երի բառերով,
ոնց որ մեր կանտորի բազմության ժամանակ այն փակ ինտերվալները, որոնք մնում են բացը հանելուց հետո մնում են փակ ինտերվալներ։ Ասենք so sequence of subsets of x such that երկու property-ը տեղ ունի։ Հետո մնացած property-ները կգրեմ such that US0 intersect US1 since ասեմ 0 1 is empty այսինքն որ երկու ծառի ոնց որ էսի ծառի սա ծառն է չէ կանտորի բինար ծառն է ծառի վրայի vertex-ներն են այս 0-1-երը ու եկեք այդ ծառներն նկարեմ հիշեցնեմ ոնց ինչ ծառեր okay okay 1 2 հետո ստե Չուն բան ինչ եղավ հա չէ ահա մի խոսքով հիշում եք էսի որ բառն է էս դատարկ բառն է էս մեկն է էս 0-ն է էսի 1-1-ն է էս 1-0-ն է էս 0-1-ն է էս 0-0-ն է եւ այլն օրինակ էսի կլինի 1-1-1 բառը այս է կլինի ասենք 0-0-1 բառը okay հիշեցիք էս ծառը ոնց ենք էս բառերի բազմությունը ոնց ենք ծառ պատկերացնում հիմա էս պայմանը ասում է որ եթե ես տոնած մի խոսքով այս սրանք էս դատարկ բազմ էս US-երը ոնց որ տոնածառի խաղալիքներ եմ կախել էս ծառից ամեն մի էս ելուստի վրա ամեն մի էս vertex-ից կախել եմ մի հատ խաղալիք ու էս խաղալիքը x-ի ենթաբազմությունն է okay հիմա այս պայմանը ասում է որ եթե ստե էս խաղալիք կախել ստե ու ստե էս խաղալիքները disjoint են ու էս պայման համար երկուսը ասում է որ բանը USI որ երկար բառ ես ունենում էդի պարունակվում է ավելի կարճ բառի մեջ okay so ասենք ստեղ կախած խաղալիքը այստեղ ավելի կարճ բան խաղալիքա կախած այսի սրա մեջ անգած okay այսպես սրանք էլ բան disjoint okay կանտորի սխեման էսա կոչվում հիմա մենք ուզում ենք կանտորի սխեմա սարքենք մի եւս երկու բանով property-ով որ moreover we will ensure that each US is open that that US is open chores USI closure եկեք sense նոր մի հատ բան ներմուծեմ նշանակում ներմուծեմ որը լուրջ հարմար է հավատացեք ինձ այստեղ C գրենք i.e. the closure of USI is contained in US. Ու մեկ էլ վերջինը, որ the scheme has vanishing diameter. The scheme has vanishing diameter. Այսինքն 0-ին գնացող տրամագիծ i.e. Եթե ինչ է նշանակում, որ եթե վերցնես ասենք այս US-երի բանը, իրանց բանը եկեք կոնկրետ գրենք, որ դիամետրը ասենք մեզնից ոչ մի բան չի պահանջում այս լավ i-եմ գրել, եկեք սահմանում մտամ, որ զուտ ասենք
limit-ը diameter-երի գնում է բանի US գնում է 0-ի, երբ որ ասենք այս երկարությունը բառերի գնում է անվերջի։ Եթե բառերի երկարությունը տանես անվերջի, բանը diameter-երը ձգտելու են 0-ի։ For example, եկեք ես for example-ով գրեմ, for example diameter US less than or equal to 2-ի երկարություն minus S, where S is the length, ուզում եմ հիշացնեմ։ Okay. Այսի մի խոսքով, նենց ենք անելու, որ երկարություն diameter-երը այս բազմությունների, այս տեսեք իմ նկարի մեջ էլ է տենց չէ, 0-ի են գնում տրամագծերը։ Okay, հիմա հեսա կսարքենք այս սխեման շատ հեշտ։ Ո՞րն եք ուզում, սկզբից սարքենք, թե սկզբից տեսնենք, թե այս ինչներից է պետք, ոնց է ապացուցում։ Դե ես ենթադրում եմ ամեն մի u-ից մի հատ կետ ենք ընտրելու։ Այսինքն դուք ուզում եք սկզբից սարքեմ, եկեք սարքենք ուրեմն։ Ձեր ասածով ոնց ասում եք, ճիշտ եք ասում։ Ամեն u-ից մի հատ կետ պետք է երկու կետ։ Ամեն u-ից երկու կետ ես ընտրելու։ Հա, չէ, սպասեք, ինչ դուք որ կողմն եք ասում։ Չէ, օգտագործում։ Բայց countable axiom of choice, հա։ Բայց մենք արդեն ապացուցել ենք, որ complete բանը matrix space-երում, եթե ունենք փակ բազմությունների ինչ-որ բան, ունի ոչ դատարկ intersection, ստում ընտրելու կարիք չկա։ Չէ, ընտրությունը ճիշտ եք ասում, ընտրություն ես չէի հասկանում, դուք որ մասն եք ասում, երկու բան պետք է անենք։ Սարքենք այս բազմությունն, այս սխեման, երկրորդը ապացուցենք թեորեմը։ Ասենք ֆունկցիան սարքելու համար, կանտորը ստե սարքելու համար axiom of choice պետք չի, ոնց որ հայկն է ասում, պետք է ուղղակի intersection-ներ վերցնել։ Ես հիմա այն մյուս հայկը, որ ասեց, չի հասկացա ինքը որ մասի համար էր ասում կետ ընտրենք։ Այս բազմությունները սարքելու համար իրոք պետք է կետ ընտրես։ Ամեն բազմության մեջ պետք է կետ ընտրես։ Բայց հաշվելի հատեն նենց ես իմիջ թեմա չի ստեղ, ասենք հաշվելի axiom of choice-ն է, թող օգտագործենք ոչինչ։ Okay, լավ, եկեք նախ սարքենք այս բազմությունները։ Let's first build this scheme and then see how we build the embedding. Let's first build such a scheme. And then see how it helps us how to define the embedding. Okay, so ekek sarking. We build it recursively. On the length of by recursion on S. By recursion. Yes. Let u դատարկ բառը տնենք, ասենք սաղ x-ը, մանդե ես ինչ չենք կոտորվի, որ սաղ x-ը վերցնենք։ Okay, հիմա ենթադրենք suppose us is defined and we define us0 and us1 as follows. By the way, as you could is open non-empty. Okay. Հիմա այսինքն ենթադրենք US-ը defined է մեծ sense գրեմ, այս sense
US ու ինքը բաց բազմություն է ինչ որ հիմա ու ոչ դատարկ բաց ոչ դատարկ բազմություն է ուզում ենք հիմա մեջը այդ երկու US 0 ու US 1 բազմությունները սահմանենք բարձր ասենք մետրիկական տարածությունում ենք ես գնդեր եմ վերցնելու ոնց ենք սահմանում ասում ենք օքեյ ինքը դատարկ ոչ բաց դատարկ բազմություն է այդ նշանակում է առնվազն երկու կետ ունի because US is non-empty and open it must contain at least 2 points x why because x is perfect Որտի անverջ հատ պարունակի, որովհետև որ վերջավոր եղավ, բոլորը կլինեն իզոլացված։ Հա, էդ էլ եք ճիշտ ասում, բայց հենց դա մենք իտոգում էդ էլ օգտագործելու ենք, բայց մենք ասենք կոնկրետ այս արգումենտի համար երկու հատը հերիք է։ Հենց դա բանը ոնց ասեմ, հեսա ես տնային կտամ, կամ էլ հեսա որպես corollary կգրեմ, որ perfect տարածություններում ցանկացած բազմություն իրականում անհաշվելի է։ Բայց զուտ սահմանում ասում է երկու հատը բայց perfect complete-ների մեջ կներեք perfect complete-ներից մեջ ցանկացած բազմություն անհաշվելի է ինչի որովհետև ցանկացած բազմություն perfect է ու դու կարաս իրան complete սարքես equivalent մետրիկայով հենց նույն վահագը էդի արել է okay because x is perfect երկու կետ կա չէ այդ երկու կետի արանք շրջակայքում ես կարամ վերցնեմ գնդեր I think a sense որ այդ գնդերը կարամ այնքան փոքր վերցնեմ, որ այդ գնդերի փակումը, այսինքն փակ գնդերը պարունակում են US-ի մեջ։ 0 US1. Thus there are two non-empty disjoint open balls one contained whose closures are still contained in US. That's it. This finishes the construction. We can take these balls. Okay, so for Morata, we can take these balls small enough so the diameter of USI is less than or equal to 2 to the USI minus USI for I in 0, 1. Okay, so ցանկացած ասենք այսպես գրեմ, so their diameter for high անգլերեն լինի ավելի լավ, so their diameter is less than or equal to 2 to the minus S plus 1. Okay. This finishes the construction. So this finishes the construction of the desired scheme. Okay. Կոնստրուկցիան վերջացրինք, հիմա տեսնենք այդ construction-ից ոնց կարանք embedding ստանանք։ Okay, եկեք նորից նայենք այս նկարին։ Հիմա արդեն գիտենք, որ եթե այս ծառի մեջ ես ինչ-որ ճյուղով իջնեմ, ու այս ճյուղի վրայի ծոնածառի խաղալիքները հատեմ, գիտենք, որ իրանց դիամետրը գնում է 0-ի, բայց ափսոս բաց են, փակ չեն, բայց նույն ձևով գիտենք, որ այդ ամեն հաջորդի փակումը նախորդի մեջ է պարունակվում։
Այսինքն հատումը նույն բանն ալնելու, եթե ես փակերը հատեմ, ու փակերի դիամետրներն էլ են գնալու 0-ի։ Ու completeness-ը էտենա, որ այդ հատումը պետք է լինի ոչ դատարկ ու միակ էլեմենտ պարունակի parza։ Ու map-ը լինելու է հենց այդ։ Մենք վերցնելու ենք, ասենք, ցանկացած ճյուղ կանտորի մեջ, ու այդ ճյուղը map ենք անելու այդ բազմությունների հատմանը։ Okay? So we now define the associated map to the scheme. The associated սահմանումը կարող է էլի օգտագործեմ, չգիտեմ, map f to x as follows. X in the Cantor space, as you can see, x կանտորի տարածության x-ը map ենք անում, այդ x-ը ինչ է, ինքը անվերջ մի հատ ճյուղ է կանտորի ծառի մեջ։ Այս ճյուղը ես map եմ անում բոլոր բազմությունների հատման, the unique element in u x-ի restriction-ը առաջին n coordinate-ի վրա, n-ը states n-ից. Such an element always exists. Such intersection un x n is equal to closure xn. So this is by vor property-ները ստեղ 4-ն է, ինչն է 4. Which this is non-empty by vanishing diameter 5. So the last statement is because x is complete. Because x is complete. Հիշում եք, որ հանդատ ասում էի, որ completeness-ը այդ նույն բանն է, որ որոշ հատումներ էլեմենտ ունենան իրենց միջև, այ հիմա այտենց ենք օգտագործում։ Տեսեք, այդ փաստը, որ էլեմենտ կար իրենց մեջ, մենք օգտագործեցինք, որ կարողանանք կանտոր մտցնենք, ֆունկցիա կառուցենք, էլի, դեպի x։ Ասենք հիմա մնում է ցույց տանք, որ այս ֆունկցիան բան է, անընդհատ է, ու ասենք, քանի որ ես էլ չեմ ապացուցել, որ անընդհատ ավտոմատ է, որ այս ֆունկցիան էլ է անընդհատ, բայց էդ էլ պետք է ապացուցենք, որ այս հակադարձ ֆունկցիան էլ է անընդհատ։ Հա, մի բան է պարզ, որ էսի ինյեկցիա է, f is injective։ Bijective-ը էլի պարզ չի։ Bijective չէ, սուրյեկցիա չի։ Ես չեմ վերցրել, որ այս բազմությունների union-ը ամբողջ x-ն է տալիս։ Լավ։ Ասենք, ստեպտակլոր կետեր են մնում, չէ, լիքը։ F is injective, this is by համար առաջին property, որ տարբեր, այսի պետք է համար երկրորդ property վերցնեի։ Լավ, մի խոսքով, որ տարբեր բազմություններ, ոնց որ եթե ճյուղավորումը splitting բանը ճյուղավորվում է, ուրեմն այս բազմությունների իրարից անջատ են։ Այդ դրա պատճառով է։ This by 1, by property 1. If x, y in the Cantor space are distinct նշանակում է անհավասար, then there is an n such that xn is not equal to yn. So xn plus 1 is not equal to yn plus 1, and hence u
xn plus 1 is disjoint from since is y n plus 1 are disjoint. Okay. As injectivություններ, continuity f is continuous. Okay, որ ձևով կարանք տոպոլոգիապես ցույց տանք, կարանք մի խոսքով լիքը ձև կա ցույց տալու, ոնց է մի բան առաջարկեք։ Այ եկեք այս նկարին նայենք, ասենք okay, վերցնենք մի հատ այդ f-ի արժեք ու փորձենք ցույց տանք, որ դրա շուրջ որ մի հատ բազմություն վերցնես, այ կարանք կետային անընդհատություն չէ ցույց տանք։ Երևի տենց անենք, ամենահեշտը կլինի։ Ամենակարճը ասեք, որտեղ որ sense որ իրականում ինչ որ մոտենալուց իրար այդ սկզբի մասը նույնն է դառնում, ինչ որ խնդիրներում հաճախ օգտագործվում է, բայց անընդհատ ջանջալ ու անդուր է գրել լինում։ Եկեք տենց գրենք, ասենք հիմա տենց այդ կարճով էլ գրելու եմ, ասենք, okay, let fix x in the Cantor space and an open set v containing f of x. Հիմա քանի որ okay, so we know that ux n are open sets containing open neighborhoods of f of x of vanishing diameter. Այդ նշանակում է, որ քանի որ էսի open set է, կամ ասենք open ball գրենք, էլի, ասենք open ball. Եկեք b epsilon գրենք of radius epsilon containing f of x. Okay, so էսի an epsilon ball գրեմ, epsilon ball around v of x. Քանի որ այս բազմությունների դիամետրը գնում է 0, ինչ որ պայից սկսած, իրենք էպսիլոնից փոքր են, չէ՞ լինելու։ Դրա համար ինչ որ պայից սկսած բոլորը պարունակվելու են այստեղ։ Thus for all but finitely many n u x n are going to be contained in the diameter, okay, since the diameter of u x n is less than epsilon, hence u x n is contained in the epsilon ball b epsilon. Չէ՞։ Այդ նշանակում է, որ եթե b epsilon-ի pre-image-ը վերցնենք, այդ pre-image-ը ինչ է պարունակելու իր մեջ։ Բան էլի, սորդ x-n cylinder-ը, հա։ X-n cylinder. Thus, in other words, i.e., xn cylinder is contained in the pre-image of the epsilon. For in fact, yeah, all n, but մեզ մի հատ n-ը պետք ասենք for some n. For some fixed n. In fact, all but finitely many n, but մեզ մի հատիկա պետք։ I each գրեմ, then, thus. Okay. Վերջ անընդհատությունն էլ էս էր, որ զուտ պետք է ցույց տաս, որ ասենք վերջավոր հատ կոորդինատով դու արդեն գիտես image-ը էպսիլոն ճշտությամբ ուր ալնելու։ Դա չէ անընդհատությունը, ասենք, այս պարագայում, որ ասենք վերջավոր հատ կոորդինատով դու արդեն գառանտիա ես տալիս, որ image-ը էպսիլոն ճշտությամբ ալնելու։ Okay, հիմա մյուս կողմը ավտոմատ է, f inverse is continuous. This is always automatic. This is automatic because
2 to the n is compact. Բարեր եմ գրում ուշադրություն մի դարձրեք, and x is Hausdorff. But we will prove it anyway. Anyway, քանի որ ես ուզում եմ որ այս սխեման դուք մի հատ էլ վստահ լինեմ որ այս կոնստրուկցիան հասկացել եք, էսի homework եմ տալիս։ Ինքը դժվար չի, ասենք պետք է ուղղակի վերցնես, ասենք վերջավորած կոորդինատ ֆիքսես, ասենք վերջավոր բառ ֆիքսես, ու պետք է ցույց տաս, որ ասենք պետք է մի հատ բաց բազմություն գտնես x-ի մեջ, որ ես ձեզ կարամ ասեմ որն ալնելու, դա ավելի հեշտ է, քան այս ավելի հեշտ է, քան նախորդ կետը։ Ասենք պետք է բաց բազմություն գտնես x-ի մեջ, որ իր բոլոր իմիջները մտնում են այդ վերջ ցիլինդրի մեջ։ Բայց ես ձեզ կարամ ասեմ այդ բաց բազմությունը անուն ազգանունով ով է։ Okay, so էսի դուք կանեք։ That's it. So ասենք էսի ապացույցի վերջը։ Մենք սարքեցինք կանտորի բազմություն գտանք այս x-ի մեջ։ Ու ես ուզում եմ մի հատ remark գրեմ այստեղ, remark the construction of the Cantor's the construction of the usual Cantor set C is done exactly via the same scheme. The scheme as in the proof. Չէ, ասենք հեսա 0.1 ինտերվալը մի քիչ երկար գրեմ։ Չէ, հետո ասենք իրա վրան մենք առանձնացնում ենք էսի լինում է ասենք u0-ն u դատարկը ուղղակի մենք e էինք գնում այն ժամանակ i էինք գնում, որովհետև ինտերվալներ էինք վերցնում։ Հետո ասենք ստե բաժանում ենք 3 մասի մի ձև, հաջորդ layer-ում լինում է այս սրանք Այսի լինում էր էսի u0-ն է, էսի u1-ը ու կարանք բացերներն է վերցնենք, տարբերությունն ասենք չի լինի, եթե բաց բազմություններ վերցնենք, ասենք մի քիչ կարաս ավել վերցնես ու բաց վերցնես ու հետի գնալով կչացնես։ Okay, հետո վերցնում ենք, ասենք էսի 3 մասի ենք բաժանում, ինչպես միշտ էլի, sense էսի u0-0-ն է, էսի u0-1-ը, էսի u1-0-ն, u1-1-ը եւ այլն։ Չէ, հենց այս ուզում եմ ասեմ, այս սխեման դուք արդեն տեսել եք, պրոստը անուն չէինք դրել, հիմա անուն դրեցինք։ Ու այս նույն մապը դուք սարքել եք կանտորի բազմությունից դեպի այս կանտորի տարածությունից դեպի այստեղ դուք այդ map-ը, այս associated map-ը սարքել եք։ Ուղղակի մի օրինակի վրա։ Okay, corollary գրենք այստեղից, որ corollary every non-empty open subset of perfect complete metric space is itself is uncountable. In fact, contains a copy of the Cantor space. In fact,
contains a homeomorphic copy of the Cantor space. Okay, եսի ապացուցենք ու եկեք հայկի ապացույցը գրենք, այն իմ ապացույցը կապացուցի, որ նաև G դելտա ենթաբազմությունները այս բանը ունեն, այս հատկությունը ունեն։ Okay, ինչ է իզում ասեի, proof, okay, so like, հայկ ազգանունըտ ոնց էր, երկու հայկ կա, սպասեք ասեմ, Մելքոնյանը չէ մյուսը, Կարապետյան, Կարապետյան, okay, so Կարապետյան։ Հարց տամ էլի G դելթաները ոնց ունեն, ասենք մի հատ կետ ենք ուղղակի վերցնում ու իր կողի մեկեներորդ Այս G դելտաները լավը չեն, ասենք somewhere dense G դելտա է պետք, ոչ բոլոր G դելտաները, բայց ասենք somewhere dense G դելտաները լավ կլինեն։ And non-meager G դելտաները լավ կլինեն։ Այդտեղ կգանք, դրա համար եկեք հայկի ապացույցով հեշտ գրենք էսի։ So as me proof գրեմ, որ let if U is open, if U X is open and non-empty, then it contains a closed ball. U contains a closed ball, which hence is complete and still perfect. So closed ball B. So B has a homeomorphic copy of the Cantor space. Մի հատ հարց տամ էլի այդ B փակումը խիա perfect մեկը։ Փակումը չէ, հենց այսի լավ ես ասում։ Ու вообще կարող է տենց էլ չի։ Չէ, տենց է, հենց Ստացված կետեր ամեն Սպասում կարող է ասենք այդ որ իզոլացված չէր, այս կողմից էր, որ դա ջնջում ենք, արդեն այս կողմից իզոլացված է դառնում։ Դե մենք ոնց որ ինչ որ մասի բաց բազմությունները փակում ենք, այնտեղ կարող է էտեր էլի, ամեն փակ բոլ չի, որ իր ամեն ճիշտ ասում Վահագը, ամեն փակ բոլ չի, որ իր boundary-ի վրա կարող է ասենք այդ փակ բոլի ներսում կետի իզոլացված լինի, բայց դրսում իզոլացված չլինի, հեսա նկար, ուզուտ նկարեմ, ասենք, okay, պատկերացրեք մեր X-ը բանն է, հեսա կջնջեմ, որտեղ այս ապացույցը մեկը ճիշտ է, որտեղ ավելի եթե ներս փակ բոլ վերցնենք, լավ կլինի, բայց բանը նոր էսի փակումն եմ վերցնում, ոչ թե փակ բոլ եմ վերցնում, այդի կդզի։ Եթե փակումն եմ վերցնում, թազա ստացված կետերը իրանք իզոլացված չեն կարող։ Փակումը արդեն ճիշտ է, ուղղակի։ Փակումը ճիշտ է, հա։ Contains the closure of a ball. Բայց պատկերը որն է, փակ բոլի համար սխալ է, չէ։ Փակ բոլի համար սխալ է, որովհետև կարող է դու սենց ես, ասենք, չգիտեմ, սենց վիճակ է, այ, okay, R2-ում, հա, R2, բայց մեր X-ը R2-ի ենթաբազմություն ալնելու, okay, այսի սենց բոլի կեսն եմ վեկալել, okay, սենց կեսը, մեկ էլ ստե մի հատ բան կետ, okay, ու այսի X ու 0-ն եմ վերցրել, ասենք սաղ բոլը վերցրել եմ, սենց, ասենք մի հատ այսենց բազմություն վերցնենք, okay, X-ը էսի է, մեկ էլ էսի, X-ը էս կապույտ բազմությունն է, պատկերացրեք, X-ը կապույտ բազմությունն է, այս կապույտ բազմությունը, ու այս սաղ փակ է, ասենք բան փակ բազմություններ են վերցրել երկու հատ, այս կապույտ բազմությունը բան է, ասա, perfect է ու complete է, բայց իր այս բոլը որ նայենք, ես ասենք մեկ ռադիուսով բոլն է, հա, մեկ, այս է 0 կետն է, ասենք 0,
Okay, so 0 կետի շուրջ որ նայես բանը, 0 կետի շուրջ make բոլի փակումը ինչն ենք ստանալու ենք usual մետրիկա ենք մենք դիտարկում։ usual մետրիկա։ Make բոլի փակումը, որ 0 կետի շուրջ make բոլը որ վերցնես բաց ու փակումը դրա վերցնես։ Ինչ բազմություն ես ստանալու։ Այս կետը մեջը չի մտնի, այսի մեկ կետն է, մեկ։ Որովհետև իրան փակող ոչ մի բան չկա, իր շրջակայքում ոչ մի կետ չկա այս բաց բոլից։ Չէ, այս բոլի փակումը ելնելու է խիստ ենթաբազմություն փակ բոլից։ Ու այսի իսկ հասարակ օրինական էս չի, որ ալի ֆրանգի եսի ինչա։ Ուզում ասեմ, սենց բան շատ ալնում, որ բանը փակ բոլը ավելի մեծ է, քան բաց բոլի փակումը։ Ավելի լավ, միապե ավելի լավ, ես չգիտեմ խի սենց գրեցի։ Ակեք ավելի պարզ օրինակ վերցնեմ, այս կիսատ մի րոպե, այսի 0-ն է, ասենք թե, վերցնեմ ձախ կիսագունդը, սաղ, փակ ձախ կիսագունդն եմ վերցնում, Կան պրոշեր քարակուսին չնայինք, էրնայինք ինչ-որ հատված հանած։ Հա, կարանք էրնայինք, ճիշտ է, okay, աջնջենք էրը հանենք, նայենք, 0-ն այսի, այս է -1, մեկ շրջակայքն է, -1, չէ, հիմա այս է 1, okay, հիմա 0 կետի շուրջ բաց ինտերվալը, 0 կետի շուրջ բաց ինտերվալը, եսա հեշտ կարան գրենք, okay, մի րոպե, 0 կետի շուրջ բաց ինտերվալը անելու է -1 ինտերվալը, -1 0 ինտերվալը, ու 0 կետի շուրջ բաց այս բանի փակումը տալու է զուտ -1 0 փակ ինտերվալը, իսկ 0 կետի շուրջ, որը ավելի փոքր է, քան փակումը, փակ գունդը, որի իլնյանից ելնելու է -1-ից 0 ինտերվալը, union հենց մեկ կետը։ Եկեք նորմալ գրեմ աստեղ, Okay, այս օրինակը պատկերացրիք, այսի կտանեմ լեկցիայի վերջում կդնեմ, որտև ստեղ կապ չունի ինքը, այդքան, այստեղ կդնեմ, հետո նորմալ կգրեմ, այսինքն հասկացաք, ասենք կատկա, ասենք մետրիկական տարածություններում նույն շարավեղով բաց գնդի փակումը ավելի փոքր բազմություն է ստացվում, քան հենց փակ գունդը։ Ու որ փակ գունդը վերցնես, փակ գնդի մեջ այս կետը իզոլացված է, չնայած ամբողջ x-ը իզոլացված կետ չունի։ Anyway, այս ապացույցը փրկելու համար զուտ ասենք վերցնենք մի հատ բաց բազմություն, բաց գունդ, հետո այդ գնդի մեջ կես ռադիուսով վերցնենք փակ գունդ, գնդի փակումը, կես ռադիուսով գնդի փակումը վերցնենք կլինի։ Okay, so if it is open and unempty, then it contains an open ball. Is an open ball, BR of radius R, BRX of radius R, hence the closure of the open, hence also the closure of the open ball, BR2X, which can easily be seen to be perfect. SL տնային կթողեմ, կակրաս խնդիրներ կլինեն, be seen to be
to be perfect. So homework. Show that in a perfect space, perfect metric space, closure of open is still perfect. Okay, սինտամ ճիշտ է բոլոր բաց բազմությունների համար, okay, մենակ բոլորի համար չի. Okay, so thus if we summarize անենք, thus U contains a non-empty perfect complete space, complete metric space BR have closure or X closure, hence also a copy of the Cantor space. Okay. Another proof, եկեք մյուս ապացույցներ գրենք proof 2. Recall the optional homework problem. That there exists an equivalent, a complete metric, metric on U equivalent to the restriction Okay, so երկրորդ ապացույցն է։ The optional խնդիր էր, որ եթե մետրիկական տարածությունների մեջ բազմություն ես վերցնում, գոյությունը էկվիվալենտ մետրիկա այդ բաց բազմության վրա, կներեք, եթե complete տարածության մեջ բաց բազմություն ես վերցնում, ապա գոյություն ունի էկվիվալենտ մետրիկա այդ տարածության, այդ բաց բազմության վրա, որը նույնպես complete է, որը նույնպես լրիվ է։ Այս երկրորդ լուծումը, որ կարաս ուղղակի մետրիկան փոխես ու ըստ այդմ ասես, որ հա, այս փոխած մետրիկայով ինքը լրիվ մետրիկական տարածություն է ու թերևս perfect է ու ըստ այդմ ունի կանտորի բազմության հոմեոմորֆիկ կոպիա։ Okay, հիմա ինչ էի ուզում սրանով վերջացնել, արդեն մոտ մեկն է դառնում, պետք է վերջացնեմ, բայց սրա corollary-ն էի ուզում ապացուցեի, որը բան է, կոչվում է Cantor-Bendixson theorem։ Այս այնա, որ separable, okay, նայած սահմանում ասենք ու հետո այս թեորեմը կասեմ։ Այս երևի իմ համար ամենակարևոր սահմանումն է, իմ research-ի համար, a metric space is called Polish if ոնց որ պետք է R-ը շատ ենք սիրում, R-ի երկու ամենակարևոր հատկությունն ենք իզոլացնում, որը այնա, որ ինքը Q ունի, հաշվելի տենց բազմություն ունի, հաշվելի խիտ բազմություն ունի ու որ ինքը լրիվ է։ Այդ երկու մեր ամենասիրելի հատկությունն է R-ի մասին, որ սաղ դրանով ապացուցվում է, ու հենց այս երկու բազմությունները abstract-ում ենք ու ասենք երևի լեհերն են արել վախտին ու այդ տարածություններն եք դիտարկում հիմնականում։ This is if it is complete and separable.
ուզում եմ հիշեցնեմ տնայինից, որ մետրիկական տարածությունների համար separable-ը նույնն է, ինչ որ second countable-ը ու հիմնականում ես այդ եմ օգտագործում, separability-ին հազվադեպ է օգտագործում։ Okay, so այսինքն իմ համար ասենք մի հատեսի գրեմ ասենք equivalently second countable։ Այսինքն հաշվելի բազիս ունի ու ես մենակ այդ եմ օգտագործելու։ Okay, so Cantor Bendixson-ի թեորեմը ասում է polar spaces have the perfect set property։ Այսինքն եթե ինչ-որ տարածությունը կարում ես լեհական սարքես, ցույց տաս որ լեհական է, ուրեմն ինքը կամ հաշվելի է, կամ ունի կանտորի բազմության կոպիա իր մեջ, կանտորի տարածության կոպիա իր մեջ։ Ու դրանով ոնց որ ցույց ես տալիս, որ այս լեհական տարածությունները իրանք continuum hypothesis-ին բավարարում են։ So in particular polar spaces satisfy the continuum hypothesis. Existe grem. The continuum hypothesis. Okay, այսի մյուս դասին թափով կապացուցենք զուտ այս second countability-ից օգտվելով ու մեկ էլ այս թեորեմը, որ արդեն ապացուցել ենք, այս perfect set theorem-ը, ուրա։ Այս թեորեմից մյուս անգամ այդ թափով կապացուցենք ու դրանով ոնց որ կփակենք բանի թեման, այդ զուտ cardinality թեման կփակվի ու հետո արդեն խոսանք տոպոլոգիական չափսերի մասին, այսինքն բերի կատեգորիայի թեորեմի մասին։